Առանց զգուշացնելու 1 ամիս Instagram-ից կորելուց հետո ես հասկացա, որ իրականում այնքան ընկերներ չունեմ, ինչքան կարծում էի։ Եվ որ երբ որ դու անհետանում ես, մարդիկ բաժանվում են 2 խմբի։ Մի խումբը պատրաստ է քո կողքին հայտնվել իրական կյանքում, որովհետև դու քեզ հանել ես թվային իրականությունից, իսկ այս մյուս խումբը մնում է թվային իրականությունում որպես հետևորդ եւ լայքերի քանակ։ Դա ամենացավալի դասից մեկն է եղել ինձ համար։ Փոփոխություն համար 2, քանի որ դոպամինը այլևս չի ստանում Instagram-ից, ես ստիպված էի դոպամինը գտնել այլ վայրերում, մասնավորապես գրքերի էջերի մեջ։ Ամեն ինչ ավելի լավ եմ սկսել հիշել, որովհետև ամեն ինչ ավելի գիտակից եմ անում, հեռախոսը ձեռքս չեմ անում, օրինակ ավելի գիտակից եմ սնվում եւ վայելում եմ սնունդը, նոր սովորություններ եմ ձեռք բերել, որոնք էլի ինձ դարձնում են ավելի գիտակից, օրինակ քայլում եմ Երևանի փողոցներով, ինչ-որ վայրեր եմ բացահայտում, պլյուս լիքը ժամանակ մնաց իմ ֆրանսերենին։ Ես սկսեցի մտքերը գրել, ինչի արդյունքում ես ինձ ավելի լավ եմ հասկանում եւ հոգեպես շատ ավելի լավ եմ զգում։ Ինձ միշտ երջանիկ լինելու համար բավարար չի եղել մեծ բաների հասնելը եւ հիմա ես կարող եմ ուղղակի դուրս գալ պատշգամբ, նայել երկնքին, մաքուր շնչել եւ ինձ բավականին լավ զգալ, որովհետեւ հիմա ես չեմ սպասում, որ ինձ հետ պետքա մեծ բաներ կատարվեն, որ ես ինձ լավ զգամ։ Դուք ճանաչում եք այն Լիլիթին, որ այսենց to-do list-երով է ման գալիս եւ իրեն պատրաստ է սպառել, եկող 2 շաբաթը աչքերի տակ փոսիկներով ման գա, մենակ որ ինքը ամեն ինչ հասցնի։ Ես այլևս ինձ չեմ ստիպում ամեն ինչ հասցնել եւ ես ընդունում եմ, որ ես մարդ եմ եւ ես կարող եմ սպառվել եւ ես կարիք ունեմ իմ էներգիան հետ բերելու։